Մեկնարկվել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական հանդիպումը, կտևի 2 օր, միջոցառմանը մասնակցում է ավելի քան 40 երկրի դիվանագետ։ Վիեննայում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը Մակա Բոճորիշվիլին ելույթ կունենա իր գործընկերների առջև, նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումներ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը արդեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և լրատվամիջոցների հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցչի հետ։ BBC-ի կողմից պատրաստված վավերագրական ֆիլմի հետաքննությունը շարունակվում է։ Հետաքննությունը հետաքրքրված է նաև BBC-ի ֆիլմում որպես աղբյուրներ նշված հարցվածներով։ Բժիշկների խոսքով անցկացված ուսումնասիրությունը կլինիկական է և քիմիական զենքի կամ թունավորման մասին որևէ խոսք չի եղել։ Հարցը գնահատվում է նաև քաղաքական կուսակցություններում։ Իշխող կուսակցությունը կտրականապես հերքում է BBC-ի կողմից տարածված տեղեկատվությունը, ըստ որի արգելված կամիտե նյութը իբր օգտագործվել է անցյալ տարվա բողոքի ցույցերը ցրելու համար։ Վրացական երազանքի տվյալներով հետևյալ նյութը ոչ գնվել է, ոչ էլ օգտագործվել է բնակչության դեմ, ոչ ներկայիս, ոչ էլ նախորդ կառավարության օրոք։ Վրաստանի կառավարությունը դատական հայց է ներկայացրել բրիտանական հեռարձակողի դեմ և կարող է նաև դիմել միջազգային դատարաններ։ Զուգահեռաբար պետական անվտանգության ծառայությունում հետաքննություն է ընթանում քրեական օրենսգրքի 333-րդ և 319-րդ հոդվածներով։ Վրաստանում ցուցարարներին ցրելու համար օգտագործված նյութի վերաբերյալ BBC-ի հետաքննությունը քննարկման առիթ դարձավ Պաշտպանության կոմիտեի նիստում, որին ներկա էր նաև ներքին գործերի փոխնախարարը։ Գախարիայի թիմը անդամ Սոփիո Խուրգունային քննադատեց Դարախվելիձեի կողմից ներկայացված զենքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը և նշեց, որ անհասկանալի է արգելել պաշտոնական նպատակներով գնված անվնաս գազային բալոններն ու էլեկտրաշոկերները, մինչդեռ ինքը և ցուցարարները այնքան թունավորված էին, որ դեռ չէին կարողանում հասկանալ, թե ինչ նյութ էր խառնվել ջրային շիթին։ Կոմիտեի նախագահը BBC-ի հետաքննությունը կեղծ է անվանում։ Ներքին գործերի փոխնախարարը նշում է, որ ոստիկանությունը որևէ քիմիական զենք չի օգտագործել, սրանք միայն լրագրողների ենթադրություններն են և հիմնված չեն ապացույցների վրա։ Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով, երբ տեղի է ունենում հեղաշրջման փորձ, միշտ ոստիկանությունը շանտաժի է ենթարկվում։ Ոստիկանությունը իրավունք և պարտականություն ունի օգտագործել օրենքով թույլատրված նյութեր։ Հելսինկյան հանձնաժողովի երկկուսակցական ղեկավարությունը արձագանքում է Վրաստանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ քիմիական զենք օգտագործելու մասին հաղորդումներին։ Ասվում է Հելսինկյան հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի հաղորդագրության, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոջեր Ուիթերը, համակարգող կոնգրեսական Ջո Ուիլսոնը, սենատոր Շելդոն և կոնգրեսական Սթիվ Քոհենը հայտարարություն են տարածել ի պատասխան հավատի ապացույցների, որ Վրաստանի կառավարությունը խաղաղ ցուցարարների դեմ առաջին համաշխարհային պատերազմից ի վեր քիմիական զենք է օգտագործել։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ի կառավարությանը և մեր դեմոկրատ դաշնակիցներին հետաքննել այս հաղորդումները և համապատասխան պատժամիջոցներ կիրառել պատասխանատուների նկատմամբ։ Մենք կրկին կոչ ենք անում մեր գործընկերներին կոնգրեսում ընդունել ընկերների մասին օրենքը երկկուսակցական օրենսդրություն, որը պետդեպարտամենտին կտա լրացուցիչ գործիքներ վրաց ժողովրդին աջակցելու համար, երբ նրանք պայքարում են ազատության համար, ասվում է հայտարարության մեջ։ Բարեկամ ակտի մերժելու որոշումը Թբիլիսիում քննադատության է արժանացել։ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը բացատրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն սա չի նշանակում բարեկամ ակտի արգելափակում, այլ իրականում այս որոշումը կհետաձգի ակտի քննարկման գործընթացը։ Վրացական երազանքը կտրուկ քննադատում է բարեկամ ակտին և կարծում է, որ Սենատի մեծամասնության առաջնորդի որոշումը համաձայնեցվել է մեծամասնության մյուս անդամների հետ։
Բրյուսելը պետք է հրաժարվի բռնությանը աջակցելուց եւ վերադառնա եվրոպական հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգանքը եւ օրենքի գերակայունությունը։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքով բռնությունը չդատապարտելը խթանում է ծայրահեղությանը, ծայրահեղությունը չդատապարտելը խթանում է ահաբեկչությանը։ Այսօր դեկտեմբերի 4-ն է, 2 ամիս Բրյուսելը հրաժարվում է դատապարտել եւ առանձնանալ հոկտեմբերի 4-ին ծայրահեղական խմբավորումների կողմից Վրաստանի նախագահական պալատի վրա տեղի ունեցած բռնի գրոհից։ Բռնությունը չդատապարտելը սնուցում է ծայրահեղությունը, ծայրահեղությունը չդատապարտելը սնուցում է ահաբեկչությունը։ Մենք արդեն տեսել ենք այս պատճառահետևանքային կապը Վրաստանում։ Բրյուսելը պետք է հրաժարվի բռնությանը աջակցելուց եւ վերադառնա եվրոպական հիմնարար արժեքներին, ինչպիսիք են մարդու իրավունքների հարգանքը եւ օրենքի գերակայունությունը, գրում է Շալվա Պապուաշվիլին։ ՄԱԿ-ի գլխավոր անսամբլյան հատուկ արտակարգ նիստում ընդունեց բանաձև, որով պահանջվեց Ռուսաստանից վերադարձնել առևանգված ուկրաինացի երեխաներին։ Բանաձևին աջակցեցին 91 երկիր, այդ թվում Վրաստանը։ Բանաձևին աջակցողների թվում էին ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը։ Բանաձևին աջակցող երկրները կոչ են անում Մոսկվային ապահովել բոլոր ուկրաինացի երեխաների անհապաղ, անվտանգ եւ անվերապահ վերադարձը իրենց երկրներ։ Ռուսաստանը որևէ նախապայման չի տեսնում Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար։ Կրեմլը որպես պատճառ նշում է պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը, որը ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ենթադրում է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո վերցնել երկխոսության վերսկսման դիմաց։ Կրեմլը այս պահանջը անվանում է անիրատեսական եւ վնասակար Վրաստանի համար։ Նազալադևի շրջանի հրապարակի վերանորոգման աշխատանքները ավարտվել են, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն ծանոթացել է տարածքին։ Նախագծի շրջանակներում իրականացվել են կանաչապատման եւ ենթակառուցվածքային աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 800,000 լարի։